Ադրինե բարի լույս։ Բարի լույս Ադրինե։ Բարի լույս սիրելիներս, բարի առավոտ իմ թանկագին հեռուստադիտողին։ Իսկապես ես էլ բոլորիդ շատ կարոտել եմ եւ գործընկերներիս եւ ձեզ սիրելի հեռուստադիտողներ ջան։ Ես երկու գեղեցիկ հետաքրքիր եթեր եմ բաց թողել եւ իսկապես հասցրել եմ ձեզ շատ կարոտել։ Այսօր կփորձեմ բացը լրացնել եւ միասին կպատրաստենք շատ համեղ ուտեստ, ինչի համար պետք է մի քանի բաղադրիչներ եւ հատկապես այս տոն օրերին այս բաղադրիչները, այս մթերքները մեր տանը շատ են լինելու եւ կարելի է այդ առիթից օգտվել, պատրաստել ավելի հետաքրքիր, ավելի արագ պատրաստվող եւ ավելի, այսպես դուրեկան, հատկապես երեխաների համար մի տարբերակ, ինչի համար մեզ պետք է տոստի հացեր, մեզ պետք է երշիկեղեն, ահա ես այստեղ ունեմ համեմված, հետաքրքիր համեմունքներով համեմված երշիկ եւ ունեմ բաստուրմա մեր բոլորի սիրելի տոնական բաստուրման։ Այստեղ ունենք գունավոր պղպեղ կտրատված վիճակում արդեն, հավկիթ եւ պանիր։ Օգտագործելու ենք նաեւ տոմատի մածուկ։ Այս ամենը վերածելու ենք մի տեսակ պիցցայի տարբերակի։ Շատ հետաքրքիր է լինելու, հուսով եմ մեզ հետ եք լինելու եւ հատկապես այսօր կլանվելու եք խոհանոցի վրա, որովհետեւ այսօրվա բաղադրատոմսը մեզ տոնական օրերին շատ է պետք գալու։ Դե ինչ սիրելիներս, խոսքս փոխանցեմ գործընկերներիս, հետո միասին կշարունակենք։ Դե ինչ սիրելիներս, եւս մեկ անգամ բարի առավոտ եմ մաղթում, լավ տրամադրություն, նախաճաշի սեղանը պատրաստեք եւ միացեք մեզ։ Այսօր պատրաստելու ենք պիցցայի տարբերակ, բայց շատ պարզ հասարակ բաղադրիչներից, այսինքն օրիգինալ իր բնօրինակ տարբերակին չենք հետևի, խմոր չենք պատրաստի, խմորով այն չենք անի, այլ պատրաստի տոստի հացերով։ Մեզ պետք է տոստի հացեր, մեզ պետք է երշիկեղեն, ընտրությունը ձերն է, ես նախընտրեցի ուրեմն անպայման լինի համեմունքներով երշիկ, որպեսզի ավելի հետաքրքիր ստացվի, բայց բաստուրմայի արկայությունը այս բաղադրատոմսում պարտադիր է լինելու, որովհետև բաստուրման մենք հիմա պետք է միասին տապակենք տոմատի մածուկով։ Մեզ պետք է լինելու գունավոր պղպեղներ, հավկիթ եւ իհարկե պանիր, որը քերիչով արդեն անցկացված է։ Դե անցնենք գործի առաջին հերթին սիրելիներս թավան տաքացնենք։ Մի փոքր բուսայող ենք լցնում, թող տաքանա, իսկ այս ընթացքում մենք բաստուրման բարակ կտորներով կկտրատենք, այսպիսի շերտերով, ահա տեսնում եք, այսպիսի շերտեր կանեմ։ Ես հիմնականում փորձեցի չամանը մաքրել, որպեսզի անհարմարություններ չպատճառենք մեր կողքը գտնվող մարդկանց, այդ պատճառով չամանը մաքրեցի, ընդհանրապես գիտեք մի բան եմ լսել, ասում են, որ չամանը պարտադիր է մաքրելը, այսինքն պետք է այն չուտել, չամանը պարզապես նախատեսված է հենց հատուկ հնեցման համար, բաստուրման համ, հոտ եւ այդ մշակումը անցնելու համար է չամանը պետք, այնուհետև երբ պատրաստ լինի բաստուրման, ապա պետք է ամբողջովին հեռացնել չամանը։ Սա իհարկե ես նոր եմ լսել, մինչ այս չգիտեի դրա մասին, ընդհանրապես միշտ բոլորս էլ փորձել ենք ուտելիս դա մաքրել, բայց փաստորեն կա նման ճշմարտություն։ Ահա, մյուս կտորներն էլ փորձեմ կտրատել եւ կամաց կտեղափոխենք թավայի մեջ։ Ահա։ Տոնական օրերին հաստատ այս բաղադրիչները լինելու է եւ մեկ-մեկ այտենց պատահում է, չէ, ժողովուրդ ջան, որ ասում ես, վայ, ինչ ենք անելու, մենք այսքան շատ բաստուրմա։ Բոլորը հրաժարվում են մի պահ այս ամենը ուտելուց։ Դրա համար այս տարբերակը ամենալավ տարբերակն է։ Ու ընդհանրապես բոլորս էլ տոնական օրերին բաստուրմայով ձվածեղ, պատառիկներ, այսպիսի համեղ բաներ բնականաբար պետք է պատրաստել։ Ահա, դնենք կրակի վրա,
եւ ավելացնենք տոմատի մածուկ։ Ադրինե, Ողջույն Սուրեն։ ոնց ենք։ Չես պատկերացնում ինչքան են քեզ կարոտել մեր տաղավարում։ Ես էլ ձեզ Սուրեն ջան, ես էլ ձեզ։ Բայց ինչպես ասում են, տան մայրը պետք է նաև որոշ ժամանակ անցկացնի տանը հարազատների հետ։ Մենք դա հասկանում ենք եւ ըմբռնումով մոտեցանք այդ ամեն ինչին։ Շատ շնորհակալ եմ։ Շատ ուրախ ենք, որ դու հասցրել ես քո բոլոր գործերն ավարտին հասցնել, վերադարձել ես մեզ մոտ եւ մենք Վերադարձել եմ մյուս ընտանիք։ Այո։ Դա իհարկե ինձ էլ անկեղծ ասած ես էլ ձեզ բոլորից շատ հասցրեցի կարոտել եւ բնականաբար հերոսադիտողին եւս ինձ շատ երկար թված այս ընթացքը, այս բացակայության ընթացքը։ Իհարկե հասցրեցի որոշակի գործեր, բայց դե սա սուրբ գործ է։ Պետք է միշտ լինել տեղում, միշտ լինել ընտանիքի հետ, ընկերների հետ եւ իհարկե մեր հերոստատիտողի հետ, որովհետեւ առանց հերոստատիտողի մեր այստեղ գտնվելը անիմաստ է։ Այո, մեր հերոստատիտողները բավականին ակտիվ են եւ հետեւում են մեր ծրագրին։ Ես դա անմիջականորեն զգում եմ նրանց արձագանքից եւ դրսում շատերը չեն թաքցնում իրենց հրճվանքը եւ ներկայացնում են, այո, թե ինչքան լավ է առավոտյան հետևել մեր ծրագրին, քո համեղ պատրաստած բաղադրատոմսերին եւ բնականաբար մեր հյուրերի հետ հարցազրույցները նույնպես մեր հերոստատիտողներին դուր են գալիս։ Իսկ դուք անմիջականորեն այս ամենի մասնակիցն եք դառնում, որովհետև մեր տաղավարում շատ ջերմ է։ Այ առավոտյան արդեն մեր շատ սիրելի Անահիտը պատրաստեց աշխարհի ամենահամեղ սուրճը եւ բնականաբար այսպես ջերմությամբ ու լավ տրամադրությամբ էլ մենք էլ այս ամենը ներկայացնում ենք ձեզ։ Ադրինեն հիմա այստեղ թեժ խոհանոցային իրավիճակի մեջ է։ Այո, այո։ Ինչ ես պատրաստում այս առավոտից։ Հիմա պաստուրման տոմատի մածուկով արդեն տապակեցինք մի փոքր յուղով, ցանկալի կլինի նաև կարակ այստեղ օգտագործել։ Ես հիմա պարզապես պետք է հավկիթը կոտրեմ եւ ուրեմն լցնենք մեր պանրի վրա։ Մենք պետք է, այսպես ասած, պանրային սոուս պատրաստենք հավկիթով, որպեսզի տրորենք մեր հացիկների վրա։ Օհո։ Այսօրվա իմ առաջարկը ուրեմն խմորային չէ, ինչպես նշեցի, խմոր չենք պատրաստել։ Եթե հերոստատիտողը կհիշի, ես մեկ անգամ խմորով այս բաստուրմայի տարբերակը պատրաստել եմ։ Եթե հիշում եք, սիրելիներս, խմորի վրա պանիր էր լցված։ Այո, վրան այս տապակված բաստուրման, բայց այսօր փոփոխություն կա, ուրեմն բաղադրատոմսի մեջ, այսինքն սա այլ բաղադրատոմս է, որը էլի շատ համեղ եւ հետաքրքիր է եւ ինձ թվում է երեխաների համար շատ տեղին է սա։ Ադրինե, ձեր պապիկից նվերներն ուզել ես արդեն։ Ուզել եմ։ Ուզել եմ, աչքերը փայլեցին Ադրիների։ Ես ուզել եմ եւ արդեն իմ ձմեռ պապիկը իրագործել է դա։ Մի քիչ շուտ, բայց այո, կարող ենք իմանալ, թե դա գաղտնիք է։ Գաղտնիք։ Լավ, երբ որ տեսախցիկներն անջատվեն, մենք փորձենք հարցադրումներով իմանալ դա։ Այո, այսպեսի հետաքրքիր բան էր։ Այսօր մենք առավոտյան խոսում ենք այն մասին նաև, որ երբ որ ռադիոյի եթերի ժամանակ, երբ որ պատկերացրեցինք, որ հիմա տաղավարի դուռը կբացվի, ինչ որ մեկը կմտնի ներս եւ մեծ արկղով գումար կդնի, կասի սա ձեզ ու կգնա։ Ինչ կանեինք մենք։ Ես մտածեցի ամենաառաջին ինչ որ կանեի, միանգամից կգնայի կամ հենց կբացեի հեռախոսը եւ ամբողջ տարվա ընթացքում ամեն ամսվա համար մեկ տոմս կգնեի որևիցե մի երկիր գնալու եւ բացահայտելու։ Դու շատ սիրում ես ճամփորդել, ես գիտեմ։ Սիրում, այո։ Եվ հետո հասկացանք, որ համացանցից տեղեկացանք, որ բնականաբար աշխարհում եւս մեկ ռեկորդ է գրանցել Իլոն Մասկը, դառնալով ունենալով 600 միլիարդից ավել կապիտալ։ Եվ դարձել է շատ արագ ռեկորդ, ինչով այլ միանգամից արագ կրկնապատկելով իր կարողությունները։ Եվ մտածեցի, լավ այդ մարդը երջանիկ է, որ այդքան միլիարդ ունի եւ ինչ անելու։ Այդ հարցին ոչ մեկ չի կարողանում պատասխանել։ Մենք նույնիսկ չենք կարողանում պատասխանել, թե մոտակա չորեքշաբթին ինչ ենք անելու, որ մնաց պատասխանենք, թե հետագայում այդ գումարներով ինչ ենք անելու։ Եվ այդքան պետք չի 600 միլիարդ, բայց ճամփորդության համար որոշակի միլիոնը չէր խանգարի, 1 միլիոնը դոլարով։
Դե տա Աստված երազանքները տիկատարածվեն, Սուրեն ջան, իհարկե երազանքները կատարվելու համար նաև պետք է շատ ջանք գործադրել։ Բայց ասում են երազանքներն իրականանալու հատկություն ունեն։ Այո, անշուշտ, զգուշ եղեք երազելու մեջ, դրանք կատարվում են։ Խոսքը ուժ ունի, դա թևավոր արդեն խոսք է դարձել եւ դա ապացուցել է իսկապես իր ուժը, այնպես որ լավ բաների մասին պետք է երազել, լավ նպատակներ պետք է կազմավորել եւ դա այդ ամբողջը ուղարկել տիեզերք, որպեսզի այդ դրական էներգիան իսկապես կատարվի։ Դե շատ հույս ունենք, ես էլ հավատացած եմ, որ ձմեռ պապ կա եւ հրաշքներ կգործի հաստատ։ Առանց այդ մտքի, առանց այդ հուզական դաշտի դու չես կարող ասելով ապրել։ Ալին, ինչպես ասում են մեր տատերը։ Եվ իհարկե, եթե ինչ-որ բան մտածում եք, բանը դա միտքն է, որը առաջինն է գալիս եւ միտքը իհարկե դառնում է շոշափելու տեսաները։ Մենք շատ էինք ուզում այս երկու եթերների ընթացքում համեղ բան ուտել եթերի ընթացքում եւ Ադրինեն վերադարձավ եւ պատրաստեց։ Ինչ ենք անում։ Ինչ ենք անում, եւս մեկ անգամ կրկնեմ, այստեղ բաստուրման բարակ մանր կտրատեցի եւ տոմատի մածուկով տապակեցի, սիրելիներս, այստեղ ուրեմն հավկիթը, պանիրը եւ գունավոր պղպեղները կտրատված լցրեցինք, խառնեցինք, եթե ցանկություն ունեք կարող եք բազմապիսի համեմունքներ ավելացնել, կարող եք ոչ մի բան չավելացնել։ Ես ինչու այսօր զերծ եմ մնում համեմունքից, որովհետեւ բաստուրման ինքը ամբողջովին համեմունք է եւ իհարկե ես շիկը ընտրել եմ հետաքրքիր տարբերակը, որը էլի համեմված է ինչ-որ համեմունքներով։ Տոստի տնական հացերը, պատրաստված fast food։ այո, բայց դե տնական է ամեն դեպքում, մամայի սրտիով ու ջերմությամբ պատրաստված։ Հիմա տոստի հացերը շարել ենք մեր թավայի մեջ ջեռոցի, ուրեմն ասեմ նաև, քանի որ ընդհանրապես ջեռոցի տապակները, ջեռոցները ստանդարտ չափերի են, մեծ շատ փոքր չեն լինում, սովորական ջեռոցները, ուրեմն տապակներն էլ ստանդարտ նույն չափի են։ Այստեղ ես օգտագործել եմ քանի կտոր, 12 կտոր, այո, տոստի հացը, միջին չափը, այսինքն նորմալ չափը, բավական է, որպեսզի մի ամբողջական թավա դուք ունենաք։ Հիմա մենք փորձենք այս համեղությունը տեղադրել մեր հացիկների վրա, այսպես, փորձենք ամբողջությամբ տարածել, շատ համեղ է լինելու ժողովուրդ ջան։ Բլինչիկները պատրաստել ես արդեն։ Դեռ չէ, այդքան չեմ։ Այդքան ժամանակ չէ, այդ երկորը չերիք է։ Չէր երիքի, նման բաների այդքան։ Ունես հատուկ բաղադրատոմս բլինչիկ, բոլորն ունեն, չէ։ Ում տունը գնում ես այդ նոր տարվորին, ասում են, այս սրանից չես կերը, սա ուրիշ ձև է պատրաստված։ Դե, որովհետև ամեն մարդ իր սարքածը հոգի է դնում մեջը եւ գտնում է, որ դրանից էլ ոչ մի տեղ չկա։ Սակայն բլինչիկի ես որևիցե տարբերակ այտենց հատուկ չունեմ։ Մենակ սիրում եմ, որ բլինչիկի միջուկի մեջ ընկույզ է լինում, դա սիրում եմ, ինչպես է իշլի քյուֆտայի մեջ ընկույզ լինում մսի մեջ, բլինչիկին էլ եմ այդպես շատ սիրում եւ մաղադանոսն էլ եմ շատ սիրում ֆարշի մեջ, բայց հատուկ չէ, տարբերակ չունեմ։ Այո, միայն այս տոնական օրերին փորձելու եմ մի քանի հետաքրքիր բան առաջարկել հեռուստադիտողին, մենք այս մասին խոսել ենք։ Բոլորը աղցանների փնտրտուքի մեջ են։ Google ասամ ես, որ աղցանն է այս տարի ամենահամովը։ Պատկերացրու, այնքան շատ տարբերակներ կա եւ հիմա այս տարի հատկապես շատ մենք Սոնայի հետ էլ այդ մասին խոսել ենք խոհանոցում, որ տրենդային են դարձել ձևավորումները այս տարի շատ աղցանների ձևավորումները եւ մենք էլ կփորձենք այս տարի առաջարկել հեռուստադիտողին լավ տարբերակ։ Այո, տարբերակները շատ են, հիմա այստեղ էլ տարբերակներն ավելացվում են, կարճ դադար ունենանք, վերադառնանք, հասկանանք ինչ ես ավելացնում արդեն եւ ինչպես է այս ամենն ուղարկում դեպի ջեռոց։ Փոքրիկ դադար ու հետո վերադառնում ենք։ Եվս մեկ անգամ բարի լույս շատ սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրը շարունակում է իր ընթացքը, ես եկել եմ խոհանոց Ադրինեի կողքին, որովհետև այնպիսի բույրեր էին տարածվել ամբողջ տաղավարով, որ ես չդիմացա, սիրելի Ադրինե։ Ուրախ եմ Սոն ջան, քեզ իմ կողքին տեսնել հենց խոհանոցում, բույրերը իհարկե կապված է բաստուրմայի հետ, բաստուրման իսկապես յուրահատուկ բույր ունի։ Եվ համ, եւ տեսք, բաստուրման տեսնում ես, հիշում ես տոնական օրերը։
ահա մոտենում են տոնական օրերը, սա էլ տոնական օրերի շարունակությունն է, այսինքն հաջորդիվ ինչ որ կմնա ձեռքի տակ երշիկեղենից, բաստուրմայից կարելի է հենց սա պատրաստել եւ շատ արագ հրամցնել ընտանիքի անդամներին։ Սոն ջան, մինչ այս պահը մենք բաստուրման մածուկով տոմատի ուրեմն ես չտեսա, բայց շատ լավ է։ Բաստուրման ենք տապակ է տոմատի մածուկով, պանիրը, հավկիթը, պղպեղները այսպես խյուս ենք սարքել եւ տարածել ենք հացիկների վրա։ Հիմա պետք է երշիկները դասավորենք եւ վրան ավելացնենք եւ սա։ Տեսնենք կհասցնենք։ Ես կարծում եմ կհասցնենք։ Այո, արի, եթե համաձայն ես երշիկները դու շարի, այո, ես այս պրոցեսը կանեմ, որպեսզի հասցնենք ամբողջովին ցուցադրել մեր հեռուստադիտողին։ Սիրելիներս, երշիկի վրա նորից լցնում ենք այս պանրի ուրեմն սոուսը եւ ուզում եմ շատ արագ գոնե 2 տարբերակը ցուցադրել, որպեսզի հասցնեմ։ Եվ այս բոլորի վրա ավելացնում ենք մեր բաստուրման։ Ահա։ Դուք չեք պատկերացնում ինչ գեղեցիկ է լինելու եւ ինչ համեղ։ Ահա։ Հենց նույն քանակությամբ երշիկներն էին։ Այո։ Ես հաշվարկով եմ վերցրել ամեն բան այսօր։ Ահա, այսպես։ Դու կարող ես շարունակել, ես բաստուրման կավելացնեմ։ Ջեռոցը արդեն տաքացրել եմ, սիրելիներս, կարելի է իմիջիայլոց շատ բարձր չտաքացնել ջեռոցը, թողնել այսպես դանդաղ այս պանիրը, հավկիթը ամբողջությամբ իրեն ջերմաստիճանով համապատասխան հալչի, եփվի։ Եվ իհարկե բազմիցս նշել ենք, որ ձեռնոցներով աշխատելը շատ անհարմար է, դրա համար եթե կա հնարավորություն լվացվել եւ արագ մտնել խոհանոց, մենք նախընտրում ենք այդ տարբերակը, այնպես որ ես կարծում եմ երշիկները հացի վրա տեղադրելու այդ ընթացքը դու մտահոգվեցիր այդ ընթացքի համար հեռուստադիտողը ինչ կմտածի, ես հեռուստադիտողին ասեմ, նույնիսկ պրոֆեսիոնալ խոհանոցներում, այո, մշտապես ձեռնոցը առկա է եւ օգտագործվում է։ Այն պետք է փոխել խոհանոցում նույնիսկ 3 րոպեն մեկ, որովհետեւ ավելի շատ բակտերիա, ավելի շատ, այսինքն աղբ է կուտակում ձեռնոցը իր վրա, քան քո բնական ձեռքերը, որը դու կարող ես վայրկյանը մեկ լվանալ եւ անցնել գործի։ Ժողովուրդ ջան, մի կենտրոնացեք այդ ձեռնոց հագնելու եւ այդ process։ Այո, որոշակի բաներ կա, իհարկե ձեռնոցը անհրաժեշտ է, բայց բաներ կա, որ պետք չէ խուսափել եւ եկեք մի փոքր բնական լինենք, օրգանիկ լինենք։ Մեր տատիկները, մեր մայրիկները երբեք այդ ձեռնոցի արկայության մասին նույնիսկ չեն իմացել։ Դա ինչ է։ Իհարկե, դա ինչ է։ Իհարկե աշխարհը զարգացել է, աշխարհը առաջադեմ է, այդ բոլորը եթե կա իհարկե պետք է օգտվել, բայց ոչ այնպես որ ասես շատ անհրաժեշտ բան է։ Այո, եւ մենք շատ հետևողական ենք, խոհանոց գալիս, եթե պետք է որևէ գործընթաց կատարենք, ապա անպայման լվացվում եւ նոր ենք հայտնվում այս հատվածում մեր տաղավարի։ Պարտադիր։ Ես կարծում եմ կվերջացնենք սա եւ տեղափոխենք ջեռոց։ Եվ վերջ, այլ բան չունենք անելու։ Այո, ես հուսով եմ հեռուստադիտողին արդեն պարզ է հասկանալի է, թե այստեղ ինչ կատարվեց, ինչքան հեշտ է պատրաստման եղանակը, բոլոր բաղադրիչները պատրաստ են, պարզապես պետք է կտրատել, միքսել եւ քանի որ ամեն ինչ պարզ է, հիմա կլինի կարճատև դադար, բայց հետո կվերադառնանք եւ կշարունակենք առաջին ծրագիրը։ Դե ինչ սիրելիներս, եւս մեկ անգամ ողջունում եմ ձեզ, ահա մոտեցավ ավարտին մեր այսօրվա հաղորդումը եւ խոհանոցային հատվածն էլ ահա այսօր հրամցրեց այսպիսի գեղեցիկ համեղ պատառիկներ, ինչը ես կդնեմ հիմա մատուցման ամանի մեջ, որպիսի բոլորով վայելենք եւ ճաշակենք։ Սիրելիներս, պարզ էր բաղադրատոմսը, բաստուրմա, երշիկ, պանիր, հավկիթ, տոստի հացեր, որը վերածվեց շատ համեղ պատառիկների։ Դուք էլ պատրաստեք, վայելեք ամբողջ ընտանիքով եւ իհարկե պատրաստվեք տոնական օրերին։ Այս տարի մի տեսակ թողուբոյ քիչ է,
ես նկատել եմ դա, հուսով եմ բոլորիդ մոտ ամեն բան շատ լավ է եւ դուք իսկապես լավ տրամադրությամբ պատրաստվելու եք ամանորին։ Դե սիրելիներս, լավ եղեք, առողջ եղեք, անփորձանք եւ մշտապես մնացեք մեզ հետ, կհանդիպենք։